դուք պայքարի առաջին օրերից տեղափոխվեցիք Երևան, մասնակցեցիք, հիասթափված չեք, որ պայքարը այսպիսի ավարտ ունեցավ եւ անգամ ԱԾ-ի նկուղում հայտնվեց Սրբազան հայրը։ Մանավանդ այսօրով հիասթափվելու իրավունք ընդհանրապես չունենք, այսօր մեր Սրբազանի, մեր հարգարժան պատվելի Սրբազանի ծննդյան օրն է, եթե Սրբազանը կնայի Էսվիծոն, Աստված օգնական Սրբազան հայր, ես ավելի շուտ ուզում եմ մեզ բոլորից շնորհավորեմ ձեր ծննդյան օրվա առթիվ, մենք պարզապես երջանիկ մարդիկ ենք, որ ձեր ժամանակակիցն ենք, ծնվել ենք այն ժամանակ, երբ որ ձեր կենդանի խոսքն ենք լսում միշտ, Սրբազանը երբեք մեզնից չի բաժանվել, նրա ներկայությունը մենք ամեն օր ենք զգում Սրբազանի, ես որպեսզի չկրկնվեմ, ասեմ բաներ, որ մաղթանքներ բոլորը ասել են, ես ուզում եմ մի բան ասեմ, ես Վանկուվերի համայնքից եմ, Կանադայի Վանկուվեր քաղաքի հայ համայնքից եմ, եւ ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը 10 տարի շարունակ Կանադայի հայոց թեմի առաջնորդն է եղել եւ այն աշխատանքը, որ ինքը կատարել է թեմում, անգնահատելի է, այն հետքը, որ թողել է Սրբազանը մեր համայնքում, այն միասնությունը, որ բերել է, հայանվեր աշխատանքները, որ կատարել է եւ ամենակարևորը Սրբազանի ծառայության տարիներն էին, երբ որ Կանադան ճանաչեց հայոց ցեղասպանությունը եւ պետությունը շատ լուրջ է վերաբերվում այս թեմային, դպրոցական ծրագրերում է դասավանդվում հայոց ցեղասպանության մասին, ցեղասպանության թանգարանում հատուկ անկյունը կա հայոց ցեղասպանության մասին եւ դրա մեջ իր մեծ ավանդը ունի Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանը նաեւ կրթությամբ Կանադայի լավագույն հավասարաներից մեկի շրջանավարտն է հանդիսանում։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ մենք փոքր թվով միգուցե այսպես ֆիզիկապես ներկա գտնվող մարդիկ քիչ են, բայց հավատացեք, որ այն մարդկանց սրտերը, ում Սրբազանը հասել է իր լույսի ուղերձներով, հազարավոր են աշխարհում, տարբեր համայնքներում են, մեր բոլոր գաղթօջախներում ինքը հարգված, ընդունված մեր ամենալավագույն հոգեվարականներից է։ Բագրատ Սրբազանը, ինչպես գիտեք, շատ սերտ կապեր ունի Կանադայի համայնքի հետ, բայց նաև իրանահայ համայնքի հետ իր կապերը, այո, եւ Սրբազանի ուղերձները այսօր պիտի հնչեն ամենուր, այն ինչ որ մենք մեզ պատգամել է, ամենուր պիտի այսօր դրա մասին խոսվի եւ ոչ միայն իհարկե այսօր, բայց հատկապես այսօր, հենց մեկը բազմաթիվ անգամ այսօր վանկարկվեց, այն որ մեր երազանքները, մեր իղձերը շատ ավելի մեծ պիտի լինեն եւ կան, քան թե մեր սահմանափակ թվով ապրած տարիներն են եւ ամենակարևորը, որ մեր բոլոր ջանքերը պիտի ուղղված լինեն հայրենիք ու պատիվ ունենալուն, այսօր մենք բոլորս գլխիկոր ենք, այսօր մեր համազգային ամոթն է, որ Սրբազանը այս պատերով մեզնից բաժանված է։ Մի բան էլ ասեմ, որ Սրբազանին բանտարկողները, ես անուններ չեմ տալու, այդ մարդիկ արժանի չեն այսօր իրենց անունները տալու, բայց Սրբազանին բանտարկողները իրենց են բանտարկել մթի ու խավարի մեջ, իրենք ուղղակի չեն գիտակցում, չեն հասկանում ինչ են անում, ինչով են զբաղվում այսօր։ Ես հուսով եմ շատ շուտով ապաշխարություն է լինելու, բոլորը գիտակցելու են իրենց մեղքերը ու Սրբազանի աղոթքները, օրհնությունը մեր բոլորից անպակաս է լինելու։ Ձեր հույսերը Սրբազան հոր հետ։ Մեր եկեղեցու, մեր հավատքի, մեր ինքնության, մեր արմատների հետ մեր հույսերը երբ որ կտրվեցին, կարող ենք համարել, որ մենք այլևս գոյություն չունենք։ Սրբազանը մեզ, գիտեք, սա անարդար է նաև Սրբազանի բանտարկությունը նրանով, որ Սրբազանին բանտարկել են իր իրավունքներից, զրկել են ապօրինի ձևով բանտարկել են, բայց նաև մեր իրավունքներն են ոտնահարել։ Մենք, որ իր հավատավոր հոտն ենք, մեզ զրկել են իր խոսքից, իր ջերմությունից։ Այո, այնպես որ չէ, հույսը եւ հավատը երբեք չեն մարելու։ Այո, իհարկե, Կատյա, Եկատերինա Թայրան, Սրբազանի ինձ Կատարինա է ասում, այդպես։